Բարև ձեզ սիրելի բարեկամներ, կլոր սեղան հաղորդաշարն է եթերում եւ այսօր մենք զրուցելու ենք Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ եւ Կեմերովեի հայերի միության նախկին նախագահ Գյորգի Միրզախանյանի եւ սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Գագիկ Մակարյանի հետ ողջունում եմ պարոնայք։ Ձեզ Խոսելու ենք տնտեսությունից, տնտեսական քաղաքականությունից եւ ուզում եմ մի քիչ հեռվից սկսել։ Ես մի լավ ընկեր ունեի, որը որ մշակույթի ոլորտում շատ ազդեցիկ դեմք էր։ Նա ինքը մի անգամ ինձ էսպիսի պատմություն պատմեց, որ երբ որ նախագահներից մեկին անցած իրենք համոզում էին, որ կարող են մեր մշակույթի միջոցով բավականին այսպես լուրջ գործել, նախագահը պարզապես ասել էր, որ դուք իզուր եք այդքան չարչարվում, մեր մշակույթը մրցունակ չէ։ Ես կարծում եմ, որ մեր բոլոր ղեկավարները անցած տարիների ընթացքում խորհրդային միությունից սկսած նույնն են մտածել նաև մեր տնտեսության, մեր տնտեսական ներուժի, մեր մարդկային ներուժի, մեր գիտական ներուժի վերաբերյալ եւ միշտ զարգացումը կապել են արտաքին վարկերի, արտաքին ներդրումների, այլ դրսից եկող տեխնոլոգիաների հետ։ Եվ ասեմ դա առանձնապես նրանց չի էլ հաջողվել ներգրավել այդպիսի տեխնոլոգիաների եւ ներդրումներ։ Հիմա այսօր ես կուզենայի մենք կրկին մի հատ վերաիմաստավորենք Հայաստանի տնտեսական պոտենցիալը բոլոր ուղղություններով եւ հարցը հասկանանք, արդյոք մենք մրցունակ ենք, թե մեր նախագահները եւ ղեկավարները նախկին ճիշտ են եղել իրենց մոտեցման մեջ եւ պետք է մենք մի կերպ մեզ ինչ որ ձևով դասավորենք արևի տակ տեղ, որպեսզի կարողանանք ուղղակի գոյություն պաշտպանել։ Սա է մեր մոտեցումը եւ երևի պարոն Մակարյան սկսենք ձեզնից։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Նախ ասեմ ձեզ, որ այդ մշակույթի օրինակը, որ դուք բերեցիք, ես այլ կարծիք ունեմ եւ նույնիսկ համապատասխան պաշտոնյաներին ասել եմ ժամանակին, որ բիզնեսին պետք է ներառել մշակույթի գործընթացների մեջ։ Ոչ թե միայն որպես հովանավոր, այլ բիզնեսը կարող է շատ վարպետորեն օգտագործել հայկական տարբեր տարազի մշակութային այլ էլեմենտների ուրեմն ներկայությունը իրենց գովազդային գործընթացներում, մարքեթինգային գործընթացներում կամ ապրանքների փաթեթավորման, նույնիսկ ապրանքանիշային այդ ձևավորումների ընթացքում եւ դրանով խթանել մեր մշակույթի մասին իրազեկումը ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում եւ ինչու ոչ նաեւ այդ օրիգինալ ուրեմն պատկերների եւ օրիգինալ ուրեմն զարդաքանդակների կամ հագուստի կամ այլ ուրեմն մշակութային էլեմենտների միջոցով նաև կարողանալ լինել ավելի մրցունակ, ավելի ինքնատիպ, որովհետև աշխարհում այսօր շատ կան կրկնություններ, ապրանքանիշերի նմանություններ, անհամանդ որ եւ որ ապրանքանիշը որոշակի արդեն ճանաչում ունի, բոլորը փորձում են այդ ապրանքանիշի թեկուզ մեկ տառը փոխելով կամ դրան նմանեցնելով իրենք մտնել շուկա եւ ստեղծել անհավասար մրցակցություն կամ անհարգի վերաբերմունք։ Սա որպես գիտություն առաջի մասի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է մեր պոտենցիալին, ապա ես կուզեի ունկնդիրների համար բացել տնտեսական պոտենցիալի էլեմենտները, ինչ է նշանակում տնտեսական պոտենցիալ, որտեղ երկրների տնտեսական պոտենցիալը պարունակված է մի քանի գործոններով։ Առաջինը թե որքանով է նրա տնտեսությունը համահունչ իր աշխարհագրական հնարավորությունների, սա կարևոր է։ Որքան էլ ժամանակակից կյանքում փոխադրումների կամ ներկայացնելու կամ հիմա արհեստական բանականություն արդեն կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կարելի է շատ բան տեղերում կատարել, բայց բոլոր դեպքերում
կյանքը ցույց է տալիս, որ ընդհանուր տնտեսությունը իր ծավալներով կարող է ավելի զարգանալի լինել, եթե դուք ճիշտ ես գնահատում քո դժվարությունները, խոչընդոտները։ Եվ այդ առումով ինչպիսի լոգիստիկ նշանակություն ունես եւ քո տնտեսության համար եւ աշխարհի տնտեսության մեջ։ Երկրորդը, պոտենցիալը պետք է լինի այնպեսին, որ կարողանա ապահովել զբաղվածություն մարդկանց համար եւ արժանապատիվ աշխատանք։ Հայաստանը ցավոք սրտի տարօրինակ ուրեմն ցուցանիշ ունի։ Ամբողջ հայերը աշխարհով մեկ աղքատ չեն, բայց իրենց հայրենիքում Հայաստանի Հանրապետությունում չգիտես ինչու շարունակում են մնալ աղքատ։ Եվ որքան էլ մենք աղքատության դեմ պայքարում ենք, այնուամենայնիվ ունենք 21.7% աղքատություն։ Երրորդը դա բնականաբար շատ առաջներ նշանակությունով կրթությունն է։ Կրթություն, որը հենց պետք է ծառայի քո տնտեսությանը։ Հայաստանում կրթությունը մի քիչ միջև հիմա վերացական է ընթացել։ Այսինքն կրթությունը կրթության համար, բայց կրթությունը տնտեսության համար սա արդեն այլ մոտեցում է եւ այլ ռազմավարություններ է պահանջում, այլ ուրեմն մեթոդաբանություն է պահանջում, գործատուի աշխատաշուկայի հետ կապի այլ մեթոդներ է պահանջում եւ այլն։ Եվ հաջորդը կարեւոր է իհարկե տնտեսության ներքին տնտեսության եւ աշխարհի տնտեսության համար բնականաբար դեմոգրաֆիական խնդիրը, որտեղ եթե մենք պետք է կրթենք կամ չկրթենք կամ մեր վատ տնտեսական արդյունքների հետևանքով մեր մարդիկ արտագաղթանալ երկրներ, մենք դառնում ենք նվազող շուկա, որտեղ երկրների հզորությունները նաև պահանջված են իրենց ներքին շուկայի հզորությամբ, կարող է, ասենք, մեծ թվով բնակչության երկիրը լինել լավ, ուրեմն հնարավորություն իր բիզնեսի զարգացման համար կամ եթե փոքրաթիվ է ժողովուրդը, ապա այն պետք է լինի գնողունակ, ավելի բարձր գնողունակ, որ կարողանա խթանալ իր ներքին տնտեսությունը։ Եվ հաջորդը, որը լի շատ տարօրինակ է, որ տարիների ընթացքում լուծված չի, եւ ես ձեր հարցին լրիվ ուզում եմ արձագանքել, այն է, որ փոքր տարածքով պետությունում այսպիսի անհամաչափություններ մարզերի եւ համայնքների միջև եւ Երևան քաղաքի նկատմամբ ուղղակի անհասկանալի է։ Շատ աշխարհի երկրներում ավելի մեծ պետությունները ավելի համամասնորեն են փորձել իրենց տնտեսությունը զարգացնել, կարողացել են դիմակայել այդ խնդիրներին, բայց Հայաստանը չգիտես ինչու դա չի կարողացել այդպես էլ կատարել եւ ամեն ինչը կենտրոնացել է Երևանի վրա։ Դրա հետևանքով նաեւ առաջացել են դեմոգրաֆիական եւ ներքին միգրացիայի կամ արտաքին միգրացիայի խնդիրներ։ Դրա հետևանքով նաեւ որ մարզեր ունեն տարբեր կլիմայական եւ ճանապարհային դժվարություններ կամ տարբերություններ, մեզ մոտ նաեւ էականորեն չի զարգանում գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսությունը շատ կարևոր է պարենի անվտանգության առումով եւ նաեւ շատ կարևոր է, որ դու կախված չլինես արտաքին շուկաներից, ներկրումների տեսանկյունից։ Այսինքն ես եկա նաև դրան եւ վերջին բանը, որ կուզեի նշել, դրանք բնականաբար անշուշտ նաև արտահանման պոտենցիալն է, պետությունների տնտեսական պոտենցիալը հաճախ գնահատվում է արտահանումով եւ որքան է արտահանումը մոտիկ ներմուծմանը կամ հակառակը գերազանցում նույնիսկ ներմուծման ծավալներին։ Լավ զարգացած երկրներում դրանք շատ հավասարակշռված են, համարյա հավասար են իրար կամ նույնիսկ արտահանումը գերազանցում է ներկրումների չափը։ Ընդ որում դա ես չեմ խոսում նավթային գազային երկրների մասին, որտեղ նավթի գազի պատճառով է արտահանումը հաճախ գերազանցում ներմուծման ծավալը, ես խոսում եմ ռեալ տնտեսության մասին։ Եվ անշուշտ անպայման ես պետք է նշեմ նաև բնական ռեսուրսների անհրաժեշտությունը եւ դրա առկայությունը, որը Հայաստանը հարուստ է, իմ գործընկեր պարոն Միրզախայանը հիմա խոսի դրա մասին, հավանաբար, որտեղ շատ խորացած էինք այդ հարցերում եւ պետք է ասեմ, որ որքանով են այդ ռեսուրսները կարողանում օգտագործել, որքանով ոչ։ Հայաստանը տարիներ շարունակ Համաշխարհային բանկի, IMF-ի եւ այդ ձեր ասած այդ թերհավատության պատճառով սեփական ուժերի նկատմամբ միշտ փորձել է ռեսուրսները վաճառել բնական տեսքով, առանց վերամշակումների, առանց էական ուրեմն չարչարանքների եւ նաեւ օֆշորներում գրանցված ընկերությունների միջոցով վաճառելով ստացել են որոշ մարդիկ գերշահույթներ, բայց այդ գերշահույթները չեն արձանագրվել Հայաստանի տնտեսության համար եւ պետական բյուջեի համար։ Այսքան մասով ես կուզեի փոխանցել պարոն Միրզախանյանին։ Պարոն Միրզախանյան, նույն հարցը ձեզ, մոտեցումը, թերագնահատումը, ակնհայտ ռեֆորմներ եւ գործողություններ չանելը, ինչպես եք դուք բացատրում։
Շնորհակալություն։ Ես համամիտ եմ պարոն Մակարյանի տեսակետին, որ մենք ռացիոնալ չենք օգտագործում, որպեսզի այսպես ասած միայն իմ կարծիքը չլինի, ես մեջբերում անեմ կա ժուրնալ համաշխարհային քիմիա, հեղինակն է ռուսական ակադեմիկոս, որը պարզ վերնագրում է այդ հոդվածը, որը տպագրվել է 2013 թվականին, պարզ գրված է. Հայաստանը չի օգտագործում իր ունիկալ հնարավորությունները, զարգացման հնարավորությունները արդյունաբերության, որը հիմնված կլինի սեփական մետաղական եւ ոչ մետաղական ռեսուրսների վրա։ Դա իմ կարծիքը չի, բայց ճշմարտություն է։ Ահա, հիմա ապացուցենք ինչու չի օգտագործել եւ ինչ հնարավորություններ ունենք։ Հնարավորությունները արդեն մեկ անգամ չէ որ ասել ենք, որ Հայաստանը մեկ ուրիշ հոդվածում էլի հանրաճանաչ ժուրնալում, հանրաճանաչ հեղինակ, նույնպես ռուսական, որ այդ ռեսուրսներից մետաղական ռեսուրսներ Հայաստանը ունի 4-4.5 տրիլիոնի մետաղական ռեսուրսներ։ Տրիլիոն դոլար։ Տրիլիոն դոլարի։ Ահա։ Էլի մեր տվյալները չէ, եւ հենվելով 1990 թվականի սովետական միության կատարած պեղումների եւ հետազոտությունների հիման վրա։ Եվ այսօր արդեն հայտնի է, որ 3.5 դա մետաղական 3.5 տրիլիոն դոլարի Հայաստանը արդեն մոտավորապես չճշտված տվյալներով ունի արդեն ռեսուրսներ Ոչ մետաղական։ Ոչ մետաղական եւ 2.5 հազվագյուտ մետաղների եւ էլեմենտների ընդհանուր մասշտաբով Հայաստանը այսօր 10 տրիլիոն դոլարից ավել պաշարներ ունի մեր տարածքում։ Նման պաշարներ, այդ քանակի մեծ 10-ից ավելին պաշարներ 30,000 քառակուսի կիլոմետրի վրա չկա երկրագնդի որևէ տեղ։ Դա ապացույց, որ Հայաստանը ունի իսկականոց ունիկալ պաշարներ, որը հնարավորություն կտա ոչ միայն զարգանալ երկար տարիներ, իրենց հաշվարկով մասնագետների 300 տարվա զարգացման պաշար ունի Հայաստանը, 300 տարվա։ Կոնկրետ օրինակ, ինչեր ունենք, մենք արդեն ոչ մեկ անգամ ենք ասել, համաշխարհային մոլիբդենի 7-6% գտնվում է Հայաստանում։ Այդպիսի պաշար այդ քանակից ավելին ունի միայն Ամերիկան, Չինաստանը, Չիլին եւ Պերուն։ Մենք 6-րդն ենք աշխարհում։ Միայն այս պաշարով մենք կարող ենք ինքնաբավ զարգանալ եւ դառնալ այսպես լոկոմոտիվ արդյունաբերության բնագավառում։ Իհարկե իմանալով, որ որտեղ կա մոլիբդեն, այնտեղ կա ցինկ, այնտեղ կա պարինձ, այնտեղ կա ոսկի, այնտեղ կա արծաթ։ Եվ ինչու ենք այդ վիճակում հիմա, ինչու ենք ունենալով այդպիսի խոշոր պաշարներ, ինչու ենք մենք այսպես թեր զարգացած, որովհետև մենք այս նույնիսկ մոլիբդենը ոսկին, սոտքին, մենք չենք վերամշակում, մենք արտահանում ենք հումքը, սովորաբար ոչ մի պետություն հումքը առանց վերամշակելու չի արտահանում, շռայլություն են անում այն պետությունները, որոնք ունեն նավթ և գազ, նրանք կարող են առանց վերամշակելու արտահանել, որտև մեծ արժեք ունի, իսկ հանքային ռեսուրսները, մետաղական ռեսուրսները համարյա ոչ մի պետություն հումքի ձևով չի արտահանում, և նույնիսկ 1997 թվականին
նույնիսկ պրեզիդենտի Ռուսաստանի պրեզիդենտի Ելցինի ուկաս, հրամանը, որ արգելում է արտահանել ռեսուրսներ, որովհետև ռեսուրսներից քիչ եկամուտ է ստանում, հումքի արտահանումից քիչ եկամուտ է ստանում, իսկ կոնցենտրատներից եւ վերամշակումից եւ արտադրումից տասնակի անգամ ավելի շատ ռեսուրսներ են ստանում եւ հիմնականում երբ որ 97 թվականին եղավ դեֆոլտը միայն այս հրամանը պրեզիդենտի փրկեց Ռուսաստանին արագ ոտքի կանգնելու համար բացի մոլիբդենից մենք ունենք պղնձի համաշխարհային պաշարների 1%-ը Արցախի 0.5%-ը համաշխարհային պաշարների, ոսկու 0.4%-ը, ահռելի քանակով մենք հարյուրավոր միլիարդ ռուբլիների ալմազի պաշարներ ունենք, բրիլյանտի պաշարներ, ցինկի 0.3%-ը գտնվում է համաշխարհային քանակի 0.3%-ը, ուրանի մոտավորապես հաշվարկներով մենք ունենք 100,000 տոննա ուրան, դեռ ուսումնասիրված է, դա ուսումնասիրվածի, երբ ամուսարը մենք ինչու այդպիսի վեճեր է լինում, դեռ կոնկրետ որոշված չէ հիմնական ուրանի քանակը, դա մեծ հարստություն է և ատոմային էներգետիկայի մեծ պաշար է, մեր ներսում, պարոն Մակարյանը ճիշտ ասեց մենք, որպիսի առաջերտին մեր ներքին ռեսուրսներից պիտի օգտվենք, որպիսի արտաքին ազդակները, ճանապարհների փակերը, լոգիստիկան չխանգարեն մեր տնտեսության զարգացմանը։ Իսկ Ռիտկազեմետնի հազվագյուտ մետաղների մասին, պլատոնիդների և լանտանոիդների ընտանիքի շատ մեծ պաշարներ ունի Հայաստանը, որը չի ուսումնասիրել, քանի որ 21-րդ դարում նոր տեխնոլոգիան զարգանում է այս ուղղությամբ, մեր դեռ այժմ մենք օգտվում ենք Հայաստանի այսօրվա հանքարդյունաբերողները օգտվում են դեռ սովետական միության հետազոտություններից, ոչ մի եւ սկսած փլուզումից հետո ոչ մի արդյունահանող լեռնային մետալուրգիայի բնագավառի հետազոտություններ չի կատարել, նրանք դեռ օգտվում են հին հետազոտումներից եւ հաստատումներից։ Ահռելի պաշարներ ունի Հայաստանը եւ դրանից մենք չենք օգտվում։ Ինչու չենք օգտվում, ասեցի, որ պետությունը, կառավարությունը կոնտրոլ չունի, հսկողություն, խիստ հսկողություն չունի, մի տեսակ առանձին է, չի ցանկացել հսկել։ Թողատվության է մատնել այդ հսկողությունը, որը հիմնական ռեսուրսն է եւ մեր հարկերի եւ մեր սոցիալական զարգացման համար հիմնական առաջին ռեսուրսը դա պիտի լինի։ Ինչու համար այդպես է, որովհետեւ մենք արդեն ասել ենք, այսօրվա մեր Հայաստանի սահմանադրությունով հանքերը չեն պատկանում ժողովրդին, վերջին 2015 թվականի առաջինում պատկանում են ժողովրդին, այսինքն մեր կառավարությունը այնպես է օրենսդրությունը դասավորել, որ եկեք օգտագործենք այդ բառը, որ թալանը, այսինքն վերամշակված նյութի եւ կոնցենտրատի փոխարեն հումքի արտահանումը դա թալանի ձևեր է, կոռուպցիայի ձևերից մեկն է։ Պիտի վերադառնանք մեր առաջի սահմանադրությանը եւ եթե այսօր իշխանությունները հայտարարում են սահմանադրությունը փոխել, առաջին կետը որ պիտի փոխվի, դա այն է, որ սահմանադրության մեջ հատուկ պիտի նշվի, որ բնական ռեսուրսների տերը ժողովուրդն է։ Պարոն Միրզախանյան, մի քանի դիտարկում անենք եւ դուրս գանք գովազդային դատարի, ուրեմն ներողություն։ Առաջին դիտարկումը այն է, որ դուք ասացիք առաջին սահմանադրության մեջ գրված է եղել, որ դա ժողովուրդն է։
Այո։ Բայց երբ որ գրած էր որ դա ժողովրդին է, այդ ժամանակ եւս նա չէր պատկանում ժողովրդին, այնպես որ սահմանադրություն մեջ գրելը դա միակ քայլը չէ որ պետք է արվի, պետք է լինեն հստակ մեխանիզմներ, թե ինչպես է դա ժողովուրդը կառավարում, ոչ թե իր ընտրած ուրեմն ղեկավարների միջոցով, այլ ինչպես անում են, ասենք, օրինակ Ալյասկայում կամ ինչպես անում են սկանդինավյան երկրներում, ես նկատում եմ շրջանառու հիմնադրամները, որոնք որ կարողանում են ղեկավարել ընդերքը եւ կարողանում են այդ ընդերքը արդյունավետ ղեկավարել, որովհետեւ պաշտոնյան միշտ էլ կոռուպցիայի ենթակա է։ Հաջորդ խնդիրը, որ կուզենայի անպայման նշել գովազդից առաջ նա է, որ դուք նշեցիք, որ այո, Հայաստանը երկար տարիներ հումք է արտահանում։ Բայց ինքը նախ երկար ժամանակ միջև բոլորովին վերջերս ինքը ռոյալտի չէր ստանում այդ ամբողջի համար։ Եվ երկրորդը այդ հումքի հետ, որի անունը ասենք օրինակ պղնձի խտանյութ էր, չէ, պղնձի հումք էր, դրա հետ գնում էին և ոսկի, և ձեր ասած այդ հազվագյուտ մետաղները, և ուրան գուցե, մենք չգիտենք ինչ էր գնում դուրս, որովհետև այդ ձեր ասած վերահսկողությունը չկար։ Եվ ես համոզված եմ, որ այդ վերահսկողությունը չկար ոչ թե այն պատճառով, որ մեր ղեկավարները չեն հասկացել, այլ որ դա եղել է կոռուպցիոն մեխանիզմ, որ նրանք դրա փոխարեն ինչ-որ բան են ստացել, թույլ տալով, որ այդ ամբողջ հարստությունը առանց որևէ վերահսկողության հոսի դուրս։ Եվ կարող է պատահի, երբ որ այդ վերահսկողությունը լինի, կոնկրետ պղնձի հումքի կամ ես չգիտեմ մոլեբդենի համար կամ մյուսի համար այդ պահանջարկը այդքան մեծ չլինի, որովհետև արտահանողները արտահանում են դրա հետ միասին նաև չհաշվարկված ուրիշ բաներ, որոնք կարող են տասնապատիկ թանկ լինել նրանից, ինչի անունով դա արտահանվում է։ Հիմա եկեք դուրս գանք կարճատև գովազդային դատարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը Հայաստանի տնտեսության հնարավորությունների մասին եւ այնուամենայնիվ մենք պարոն Միրզախանյան պիտի կարողանանք պատասխանել ինչու չի արվել։ Ես իհարկե ինչ որ վարկած առաջարկեցի կոռուպցիայի մասին, բայց ես չեմ կարծում, որ այդ վարկածը, այսպես ինչը բոլորը դրա ուշադրություն չդարձրեցին, որ դրանով ուրեմն խաթարում են Հայաստանի զարգացումը, այսինքն լավ, իրենք հարստանում են, ասենք, թե կոռուպցիա է, բայց չէ որ դա խաթարում է Հայաստանի զարգացմանը, որի ղեկավարն են իրենք, եւ ցանկացած նույնիսկ կոռուպցիոներ, ես չգիտեմ, մարդը, որ ղեկավարում է երկիրը ավտոկրատ ղեկավարություն, ես չգիտեմ, բռնապետական ղեկավարություն, ոնց ուզում եք անունը դրեք, միևնույն է ինքը երբ որ գողանում է երկրից, միևնույն ժամանակ մտածում է այդ երկրի ուրեմն զարգացման մասին, որովհետև այդ երկրի զարգացումը իրեն եւս բերում է որոշակի դիվիդենդներ, ինքը այդ երկիրն է, որ ինքը ղեկավարում է։ Հիմա ինչպես բացատրել են հանգամանքը, որ մեր նախկին ղեկավարներից եւ ոչ մեկ այդ մասին չի մտածել։ Շնորհակալություն հարցի համար, փորձեմ պատասխանել։ Սահմանադրության մասին ասեցինք, բացի սահմանադրությունից բոլոր զարգացող լեռնամետալուրգիական հումք արտադրող եւ վաճառող պետությունները օգտվում են, այսպես ասած, համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքից եւ բոլոր իրենց պայմանագրերը հանքերը օգտագործող, վերամշակող եւ տեղափոխող այլ երկրներ վաճառող այդ օրենքի սահմաններում են իրենց հարաբերությունները կազմակերպում։ Ինչու համար, որտեղ այդ օրենքը 1980 թվականի վերջապես համաշխարհային բանկը, MVF-ը եւ բոլոր արտոնաբերողները միասին համաձայնվեցին, որ պիտի օգտվեն այդ օրենքից։ Եվ պատահական չէ, երբ որ 92 երբ որ սովետական միությունը փլուզվեց, գիտենք, որ սովետական միությունը նույնպես արտահանող հանքարդյունաբերությունը ներքին ռեսուրսներ արտահանող երկիր էր։ Այն նոր ձևավորվող բոլոր երկրները, Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենիան, որտեղ նավթի, գազի եւ մյուս բնական լեռնային ռեսուրսների արտահանումով են զբաղվում, անմիջապես ընդունեցին առաջինը Ռուսաստանը, երկրորդը Ղազախստանը, հերթով բոլորը ընդունեցին իրենց սեփական արտադրանքի բաժանման օրենքը համաձայն համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքին։ Համաձայն այդ օրենքի չի թույլատրվում, որպիսի
արտասահմանյան հանք վերամշակողը ինվեստոր, այսպես ասած ինվեստորը ունենա ավելի շատ բաժնեմաս այդ պայմանագրերի մեջ, քան այն պետությունը, որտեղից հանքը հանվում է։ Ամենակիչը 51%-ը պիտի պատկանա համաձայն համաշխարհային օրենքի այն պետությանը, որտեղ կատարվում է հանքարդյունաբերությունը։ Օրինակ, Ադրբեջանը այդ օրենքը ընդունեց 1992 թվականին, դեռ Հայր Ալիևի ժամանակ, բայց լինելով խելացի եւ փորձ ունեցող մարդ, Հեյդար Ալիևը կարողացավ այնպես անել, որ նավթի, գազի պայմանագրերը ինվեստորների հետ, ինվեստորները մոնոպոլիստներն էին համաշխարհային, անգլիական, ամերիկյան, ֆրանսիական, իտալական, որ 80% այդ բաժնեմասերի արտահանվող նյութի կարողացավ այնպես պայմանագրերը կնքել, կոնկրետ օրինակ իմ առջև 97 թվականին կնքած պայմանագիրը ամերիկյան կազմակերպության հետ 80%-ը բաժնեմասը հասնում է Ադրբեջանին, մնացածը տարբեր ամեն մի խոշոր կազմակերպություններին 5%, 3%, 2% եւ անմիջապես այդ պայմանագրերին միացան բոլոր խոշոր պետությունները՝ Անգլիա, Ամերիկա, Իտալիա, Չինաստան, Հնդկաստան, որով կարողացավ պետությունը տնտեսական հարաբերությունների մեջ մտնել խոշոր զարգացող պետությունների հետ։ Մենք մինչև հիմա այդպիսի օրենք չունենք եւ պայմանագրերը կնքում ենք, ինչպես ասած, նայում ենք վերև, ինչ պայմաններ մեզ առաջարկում են, կնքում ենք։ Եվ բոլոր այսօր, ասեցինք, մեր ռեսուրսները մեծ է, արտահանվում է շատ, բայց այդ ռեսուրսներից մեծամասնությունը մեզ չի մնում։ Եվ պատահական չէ, դուք ճիշտ նշեցիք, միայն Հայաստանը այս իշխանության ժամանակ 2020 թվականին առաջին անգամ կարողացավ հանքարդյունաբերությունը մտցնել հարկային դաշտ։ Պատճառը այդ կոռուպցիան հետևանք է այս օրենքը մեր մոտ չընդունելու, որտեղ այս օրենքը թույլ չի տալի, որ քեզ շահագործեն, թույլ չի տալի արդեն գրված ստրուկտուրայով պայմանագրեր կան, դու այդ պայմանագրերի չես կարող շեղվել եւ ոչ մեկը քեզ չի կարող խաբել եւ պարզ է եկամուտի հանքի վաճառքից մնացած մեծ մասը իհարկե մնում է պետությանը եւ պետությունը ծախսում է սոցիալական հարցեր լուծելու համար եւ ազգաբնակչությունը ոչ թե աղքատության մեջ է ապրում, այլ ապրում է հարստության մեջ։ Ինչու՞ միայն սոցիալական, բոլորը ուղղությունները։ Շնորհակալություն։ Երկրորդը սա է։ Այո, եթե ունեք ասելու խնդրեմ։ Չէ, հետո։ Շատ լավ։ Պարոն Մակարյան, այդ ինչու հարցը իրոք անհանգստացնող հարց է, բայց եթե հիշում եք խորհրդային միության փլուզումից անմիջապես հետո բողոքում էին ղեկավարությունը, որ կապերը կտրվել են, որ ապրանքները ուրեմն պահանջակ չունեն, որ ճանապարհներ չկա, որ կա շրջափակում եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ հիշեցնել մի կոնվենցիայի մասին, որից միջև օրս Հայաստանը չի օգտվում։ Խոսքը ցամաքային երկրներին հատուկ պայմաններով ճանապարհ հատկացնելու պարտավորության մասին է, որոնք որ այն երկրները, որոնք դեպի ծով ելք չունեն, կարող են օգտվել իրենց հարևան երկրների ճանապարհներից անվճար կամ սիմվոլիկ վճարով։ Հայաստանը մինչև այժմ էլ այդ դույթներից չի օգտվում։ Եթե կարող ենք հասկանալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները, հասկանալի է,
Բայց հասկանալի չէ թե ինչու Վրաստանի միջոցով Վրաստանը կամ ասենք թե նույն Իրանը եթե այդպիսի հոսքեր լինեին չեն կարող օգտագործել եւ հաջորդ հարցը որ ավելի գլոբալ է դուք ինչ եք կարծում Հայաստանում անպատասխան գրագիտության տնտեսագետներ չկային խորհրդականներ չկային որպեսզի ղեկավարությանը ցույց տային թե ինչ օրենքներ է պետք ընդունել որ ոլորտներ է պետք զարգացնել որ պետք չէ 100%-ով հրաժարվել արդյունաբերությունից, որ պետք չէ հրաժարվել շատ ու շատ բաներից, որոնք որ եւ են ժամանակ ակնհայտ էին, եւ հիմա են ակնհայտ։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Նախ էլի ինչուի մասով պատասխանեմ մի փոքր։ Ինչու եւ հետո եկեք անցնենք դրա մասին, թե այնուամենայնիվ ինչ է պետք անել։ Ցավոք սրտի ես կարող եմ ասել, որ Հայաստանի տնտեսությունը եւ միջև օրս չի շեշտադրում ավելացված արժեքի ստեղծումը։ Եթե նախկին ժամանակներում եւ հիմա էլ շարունակում ենք մենք հումքային ձևով մեր ռեսուրսները վաճառել, ապա տնտեսության միշտ ճյուղերում էլ մենք էլի առանձնապես հոգ չենք տանում, որ ավելացված արժեքներ ստեղծվեն։ Հիմա Հայաստանը տեսեք ավելի շատ նաև առևտրային երկիր է դարձել եւ իր համախառն ներքին արդյունքի մեջ մեծ դերակատարություն ունի նաև առևտուրը, ասենք բացի ծառայություններից կամ մասնաբերությունից կամ գյուղատնտեսությունից։ Վերցնելը, վերավաճառելը եւ այլն դրանք ավելացված արժեքներ համարյա չեն ստեղծում եւ նաև չեն նպաստում տնտեսության միշտ ճյուղերի զարգացմանը։ Կտրված են կարծես թե տնտեսությունից, բայց հանքարդյունաբերության մասով ես շարունակեմ պարոն Միրզախյանը շատ լավ ներկայացրեց երկու եւս խնդիր ես կարծեի։ Առաջինը այն է, որ մեր լիցենզիաները, որոնք մենք տալիս էինք հանքարդյունաբերական ձեռնարկությունների եւ ձեռնարկատիրական այդ գործունեություն ծավալելու համար, դրանք շատ էժան էին։ Եվ դրանք էժան էին այն պատճառով, որովհետեւ չէր ներառված բնապահպանական խնդիրների հարցը, բնության պաշտպանության հարցը, դրա վերականգնման խնդիրները, թափոնների հետ կապված հարցերը եւ այլն։ Էժան լիցենզիայի պայմաններում եւ մետաղական եւ ոչ մետաղական հանքերը, օրինակ տուֆի քարեր կամ այլ բաներ հանքեր, որոնք որ հիմա էլ կան, տեսեք, պայթեցնելով կարող են շահագործել, հանքերին վնաս տալ, երբ որ այդ հանքը այդ բնական ռեսուրսը պատկանում է ժողովրդին կամ թեկուզ այսօրվա սահմանադրությունով պետությանը, ասենք թե, բայց միևնույնն է ինքը այդ ժամանակահատվածում հոգ չի տանում, որ դրանք սերունդերին փոխանցվող ժառանգություն դառնան։ Այսինքն ամեն մեկը էգոիստական փորձում է իր ժամանակին շահագործել առավելագույնս հեշտ, պարզ եւ ինչքան կարելի օգուտ ստանալ։ Երկրորդ խնդրեմը կա, որ Հայաստանի դեպքում նաեւ եւ իր դիրքադրման պատճառով եւ նաեւ էլի բնապահպանական խնդիրներից ելնելով եւ նաեւ տեխնոլոգիաների բացակայության պատճառով մենք կարծես թե վախեցել ենք նաեւ հանքանյութերը վերամշակել, ինչպես խորհրդային ժամանակներում ունենք, օրինակ, ասենք թե Ալավերդու պղնձի կոմբինատը եւ այլն, որտեղ դրանք պարոնված են եղել մեծ քանակով թթուների տեղական արտադրությամբ կամ թթուների ներմուծումով եւ այլ նյութերի ներմուծումով, որը խորհրդային Հայաստանի փլուզումից հետո, խորհրդային միության փլուզումից հետո արդեն քիմիական արդյունաբերությունը նույնպես դադարել լինել։ Եվ ինչու նաեւ դադարել լինել։ Հիշենք, որ Ղարաբաղյան շարժման կարևոր ուղղություններից մեկը նաև բնապահպանական խնդիրներն էին։ Նաիրիտը փակել, ատոմակայանը փակել, պատճառաբանելով տարբեր գործոններ, որոնք ազդում են մարդկանց առողջության կամ այլ հանգամանքների վրա։ Այսինքն այս իրավիճակում նման համարձակություն նաև շատ ղեկավարներ չեն ունեցել գնալու այդ տրամաբանություններին դեմ կամ այդ հոգեբանական իրավիճակին դեմ։ Մյուս կողմից էլ, քանի որ ձեր ասածով նաև այլ մետաղներ, որոնք որ կարող ավելի թանկ արժեին կան հիմնական մետաղը, գրավչություն էին առաջացնում այն ընկերությունների համար այլ երկրներում, որոնք դա ձեռք են բերում։ Իրենք տեսնում են, թե կոպիտ ասած ինչքան մենք հիմար ենք եւ ինչքան կամ միամիտ ենք, եւ իրենք այդպես վարպետորեն այդ մոլիբդենի անվան տակ տանելով նաև այլ մետաղներ էին կորզում։ Եվ այսօր ինչի համար օրինակ հարց բարձրացվում անդադ նաև թափոնների մշակման մասին, որտեղ այդ թափոնները, որոնք միլիոնավոր տոննաներ են այսօր կազմում, որոնք կուտակվել են Սյունիքում կամ այլ հանքավայրերում, դրանց մեջ
նույնպես միլիարդավոր, ինչպես ներկայացրեց տրիլիոններով, բայց գոնե թափոնների մեջ միլիարդավոր մետաղներ կան արժողությամբ, որոնք պետք է կորզել։ Հիմա գանք նաև ձեր ասած տնտեսական խնդրին։ Հայաստանի կառավարությունները ահագին երկար ժամանակ, մինչև 2000 համարյա թե 10-12 թվականները հավատում էին եւ լսում էին Համաշխարհային բանկի, IMF-ի եւ այլ միջազգային կառույցների խորհրդատուներին, եւ այդ խորհրդատուները այդպես բրիգադներով ժամանակ առ ժամանակ այցելում էին, որոշակի կոնսպեկտներ էին մեզ տրամադրում, թելադրում էին, իրենց տեսակետն էին ասում, իբր այլ երկրների օրինակով խորհրդում էին այսպիսի ուղղությունով զարգանալ եւ այլն։ Եվ դա ինչի բերեց։ Դա բերեց նրան, որ մենք մեր բոլոր խոշոր գործարանները կտրատեցինք մաս-մաս կամ ամբողջությամբ մասնավորեցրեցինք ոչինչ դրա փոխարեն չունենալով, չստեղծելով։ Երկրորդը զրակ տվեցինք միայն փոքր միջին ձեռնարկատիրության ու միկրոբիզնեսի զարգացմանը, որը պետության ռազմավարական տեսանկյունից զարգացման տեսանկյունից մեծ պոտենցիալ չի պարունակում իր մեջ։ Հայաստանը հետ նահանջեց խորհրդային ինդուստրիալիզացված Հայաստանից դարձավ ոչ ինդուստրիալ երկիր եւ այսօր արդյունաբերության համախառն արդյունքի մեջ մասը կազմում է 12%, 12.6%, 13% նույնիսկ չի հասնում։ Եվ դրա հետ մեկտեղ նաև մենք գնացինք այն ճանապարհով, որ չօգտվեցինք համաշխարհային ուրեմն հնարավորություններից։ Հիմա ես գամ կոնվենցիաներին։ Ոչ միայն այդ կոնվենցիան, այլ բազմաթիվ այլ շատ կարևոր կոնվենցիաներ, որոնք վերաբերում են բեռնափոխադրումներին, բնապահպանությանը, մարդու իրավունքներին, աշխատանքի անվտանգությանը եւ այլ ոլորտներում մենք չենք վավերացրել։ Հայաստանը ամենապասիվ երկրներից մեկն է, որը վավերացրել է միջազգային կոնվենցիաներ։ Ինչու՞։ Որովհետեւ միջազգային կոնվենցիաները վավերացնելը նաեւ նշանակում է, որ կառավարությունը պետք է պարբերաբար ներկայացնի ազգային զեկույցներ, թե ինքը ինչպես է կատարում այդ կոնվենցիաների պահանջները։ Շատ պետական մարմինների համար գլխացավանք է կոնվենցիան վավերացնել, հետո սկսել այդ կոնվենցիայի մասին խոսել, դրա հետ կապված բարեփոխումներ կատարել, ուր մնաց դեռ ազգային մի հատ էլ զեկույցներ գրեն, որոնք որ պետք է ինտելեկտուալ ձևով գրվեն, այլ ոչ թե այնպես ինչ որ պատահական ձևով թոս փչելու համար։ Եվ նաև ասեմ ձեզ, որ այդ նաև ծովի նավահանգստային այո այդ իրավունքներից չենք օգտվել, չգիտես ինչու մեզ անդադ հիմա էլ Վրաստանը, ես չեմ խոշորում դա ասել, հիմա էլ Վրաստանը շարունակում է բավականին կոպիտ ձևով խախտել մեր իրավունքները բեռնափոխադրումների արդյունքով, չէ՞, մենք տեսնում ենք պարբերաբար մեկ կոնյակի, մեկ հեղուկ գազի, հետո շինանյութերի ներկրոններն են վերջերս բողոքում, որ տասնյակ օրերով կանգնած են առանց պատճառաբանության եւ այլն եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ կա որոշակի մեր մոտ հոգեբանական կախվածություն։ Մեզ թվում է, եթե որ Վրաստանին մի փոքր մենք կշտամբենք, կարող է մենք հանկարծ կորցնենք Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների հնարավորությունները, քանի որ մեր բեռների մեծ մասը բերվում է Վրաստանի տարածքով։ Այսինքն մենք հոգեբանորեն այսպես վախեցած կեցված կունենք եւ չենք պայքարում մեր այդ իրավունքների համար եւ հաճախ դա թողնում ենք բիզնեսի վրա, բիզնեսը ինքնուրույն լուծի, կաշառք տալով կլուծի, թե ուղղակի ուշացումներով կլուծի, ինչ կորուստներ կունենա մեքենաների պարապորտից, հումքը փչանա, նյութը փչանա, ճանապարհներին կանգնելուց եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերվում է նաեւ տնտեսական ընդհանուր զարգացմանը, ես եւս մի կարևոր բան եմ ուզում նշել։ Տարիներ շարունակ Հայաստանը գլոբալ տնտեսական զարգացման ծրագիր չի ունեցել կամ չի ծրագրավորել։ Ավելի շատ սևեռվել է առանձին ճյուղերի զարգացման ռազմավարությունների վրա, բայց հաճախ նաև այդ ճյուղերը իրար հետ չեն եղել ներդաշնակեցված։ Օրինակի համար վերցնենք հասարակ օրինակ։ Կարի ոլորտը, ասենք, տեքստիլ, ռազմավարական զարգացման ծրագիր ունի, ռազմավարություն ունի, կառավարությունը ուշադրություն է դարձնում հատուկ այդ ճյուղի զարգացմանը, որովհետև այնտեղ շատ հարմար է կանանց աշխատանքային ինտեգրման համար եւ ասենք թե այդ ճյուղը խորհրդային ժամանակներից ունեցել է մեծ պոտենցիալ, բայց մենք արդյոք ջանքեր դրել ենք, որ այդ ճյուղի զարգացման համար նաեւ ստեղծենք բաղադրիչները եւ նյութերը, որոնք որ ասենք թե պետք է տեքստիլի զարգացման համար։ Ես նկատում եմ նա կտորների, կամար ֆուրնիտուրաների զարգացումը։ Երկրորդ խնդիրը այդ ճյուղի ստեղծած արտադրանքները մենք պետական գնումներով խրախուսում ենք, թե չենք խրախուսում։ Մեր բանակի հակուսները կամ այլ արտահակուսներ կամ այլ բաներ, տարբեր խոշոր
հանրային նաև ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հորդոնոնքով նաև կարող են լինել, ասենք Հեծ, Գազպրոմ, Վիոլա եւ այլ խոշոր կապի վիդեոսների հեռուստատեսության ընկերությունները գնում են արդյոք տեղական արտադրանքը, թե ոչ։ Ես կասեի ոչ։ Այսինքն մենք ստեղծել ենք ճյուղի անհամավարություն, ու իրեն թողել ենք մենակ իր ռեալիզացիայի եւ ներկայման խնդիրների մեջ։ Այս մոտեցումներն են, որ ցավոք սրտի դեռևս շարունակվում են, եւ սրանք կարող են իմ կարծիքով շատ կարեւոր ծրագրային էլեմենտներ դառնան ներկայիս տարբեր կուսակցությունների համար, ես դա ասում եմ եւ կուզեի, որ քանի որ մենք համանadrությունով ձևավորում ենք parlamento մի քանի կուսակցությունների մուտքով, համանadrությունը նույնիսկ ասում է, որ եթե կա իշխող կուսակցություն, առնվազն պետք է լինի 3 այլ եւս կուսակցություններ parlament մտնող, հետեւաբար կուսակցությունները պետք է մեր արտահայտած այս գաղափարները վերցնեն նաեւ որպես իրենց համար նպատակ, թիրախ իրենց ծրագրերի համար եւ դրանով նաեւ փորձեն մրցակցել։ Այսինքն ես կուզեի, որ քաղաքական կուսակցությունները ինտելեկտուալ ծրագրերով մրցակցեն, այլ ոչ թե կենցաղային, տղայական, բառապաշարով ու իրար հետ մենամարտելով, կռվելով, իրար ուրեմն նսեմացնելով, որովհետեւ դրանից հետո մենք ունենանք արդեն երևացող ծրագիր, թե ապագա parlamento ինչպիսի ծրագրերով է ուզում շարժվել եւ ժողովուրդը կտեսնի թե ինչ օգուտներ կարող է քաղել այդ ամեն ինչից։ Պարոն Մակարյան, փաստորեն ձեր պատասխանից ես ընկալեցի, որ չի արված, որովհետեւ չեն հասկացել, որ հիմնականում չեն հասկացել, չեն ցանկացել, հիմա էլ կա այդ հիվանդությունը, ասեմ դες ինչու։ Պետական մարմինները եւ հատկապես նախարարները եւ պաշտոնյաները խուսափում են ռազմավարական երկարաժամկետ ավելի բարդ ծրագրեր իրականացնելուց։ Ինչու, որտեղ իրենց թվում է, որ դրա վայելողը իրենք չեն, կամ իրենք չեն հասցանի կատարել, կարող է սխալվեն, եւ իրենք վազում են հեշտ, արագ, ինչ որ այսպես իրենց PR բերող պրիմիտիվ ավելի տեսակետների ու մոդելների վրա։ Եվ քանի որ չկա այդ ռազմավարական մտածելակերպը, որ պետությունը մի կառավարությունը մյուսի իրավահաջորդն է, չկա ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանելու տենդենց, հակառակը մեր մոտ կա ամեն անգամ ամեն մի փոփոխությունից հետո ընտրությունների կամ կառավարությունների կամ պաշտոնների ինստիտուցիոնալ հիշողության խզում է տեղ ունենում։ Եվ ամենը գալիս է իր ելքից է սկսում իր գործունեությունը։ Եվ եթե լիներ ընդհանրապես պետության ռազմավարական զարգացման մեծ ծրագիր գլոբալ, այո, այդ ժամանակ այդ նախարարները այդպես վարվել չէին կարող, որովհետև նրանք պիտի, այսինքն ողնաշար հասկացողությունը, եթե մենք այդ ողնաշարը սահմանում ենք գլոբալ ռազմավարական ծրագրով, այո, նրանք արդեն այդ ծրագրերը չպետք է լինեն բեկանելը, դրանք պետք է լինեն միայն բարեփոխվող տարիների ընթացքում, ամեն կառավարություն կգա մի հատ լավ բան կուզեր ավելացնել, շարունակելով այդ ողնաշարով առաջ գնալ եւ այդ գլոբալ գիծը պահելով։ Ծրագիրը պետք է առնվազն հանրաքվեով ընդունվի, որովհետեւ պարտադիր չի, որովհետեւ եթե դա կառավարության ծրագիր է եւ հաջորդ կառավարությունը գալիս է որպես այն կառավարության թշնամին, ապա դժվար է շարունակել այդ ծրագիրը։ Ես ասեմ, հանրաքվեն ինչու պարտադիր չի, պարոն Հարությունյան, որտեվ նույն համանadrությունը ընդունվում է հանրաքվեով, բայց համանadrությունը շատ հաճախ փոփոխվում է նույն հանրաքվեների շրջանակներում, հաճախ նաև անհասկանալի ձևով, այնպես որ հանրաքվեն պարտադիր չի, բայց քննարկումներ կարող է լինել, բայց քննարկումներ պետք է լինեին, ինչու, որովհետև նորից էլի գամ ամենասկզբի իմ ելույթի ասած մտքին, որ համայնքների եւ մարզերի հավասարաչափ զարգացումը պետք է պարտադիր կարգով այդ գլոբալ ծրագրում ներառված լինի, որովհետեւ հետ ընկած մարզերն ու համայնքները պետք է ավելի արագացված մոդելով զարգանան եւ մոտեցվեն հիմնական միջին մակարդակին, ինչպես Երևանն է։ Եվ ոչ թե օրենքները լինեն ինչպես հիմա ընդհանուր եւ դուք հաճախ լսում եք պետական մարմինները ասում են մենք տալիս ենք գործիքներ, մենք սուբսիդավորում ենք, ով ցանկանում է թող դիմի, բայց իրենք պետք է գնան նաև այն տեղերը, որտեղ որ հետ են կացնք տնտեսությունը եւ ընդհանուր զարգացումը։ Հասկանալի է։ Շնորհակալություն, պարոն Միրզախանյան, փորձենք ամփոփել այս հատվածում հաղորդման։ Ինչպիսի ծրագրեր եք տեսնում Հայաստանի զարգացումը ամենաարագ ձևով ապահովելու համար։
ինչ օրենքներ պիտի ընդունվեն դա կազմակերպելու համար ամենաընդհանուր պլանով, որովհետև սովորաբար այսպես է, երբ որ մենք տեսլականը չունենք, այսինքն պարոն Մակարյանի ասած այդ ծրագիրը, թե այս կետից ուր ենք հասնելու, բոլոր ճանապարհները ճիշտ են եւ ոչ մի ճանապարհի շեղումի համար ոչ ոք պատասխան չի տա։ Հիմա խնդրեմ ձեր մոտեցումը այս հարցը։ Շնորհակալություն։ Պարոն Մակարյանը վերջում ճիշտ ուղղության վրա եկավ, որ մենք ռեգիոնները պիտի զարգացնենք, ռեգիոնները զարգացնելու համար ամբողջ եկամուտը պիտի օրենքի սահմաններում բաժանում լինի, իսկ այս օրենքը արտադրանքի համաշխարհային բաժանման օրենքում բարձրացված է։ Այդ եկամուտները բարձ գրված է, որ բոլոր այդ մուծումները, հարկերը, գումարները չպետք է մտնեն կենտրոնացված բյուջե, արդեն պայմանագրում, երբ որ կնքում են ինվեստորի վերամշակողի հետ, միանգամից պայմանագրում գրված է ինվեստորը կամ վաճառքից հետո, արտահանումից հետո եկամուտների քանի տոկոսը որտեղ է գնում, ենթադրենք 50%-ը հանրապետական բյուջե, 30%-ը մարզային բյուջե, մնացած տոկոսը այն համայնքը, որտեղ լեռնարդյունաբերությունն է կատարվում, որտեղ էկոլոգիական խնդիրներ են առաջանում, պիտի մնա այդ բյուջեում, որպեսզի իրենք կարողանան իրենց էկոլոգիական խնդիրները եւ սոցիալական հարցերը լուծեն։ Հենց համաշխարհային այդ օրենքով եթե սկսենք աշխատել, շատ խնդիրներ, որոնք դառնում են խնդրեմ, ավտոմատ կլուծվեն։ Երկրորդը, ամբողջ զարգացած պետությունները ովքեր զարգանում են այն ժամանակ, երբ որ իրենց գլխավոր ուղղությունը զարգացման դարձնում են լեռնամետալուրգիան, իսկ Աստված տվել է այդ բնագավառում մենք մեր լեռները շատ հարուստ են եւ ունենք, ինչը մեզ, այդ տեսեք, այսօրվա մեր զարգացումը հիմնականում հարկերը շինարարությունից ենք մենք ստանում, բուրըն շինարարություն է կատարվում եւ այդ հարկերը հիմնականում հանրապետական բյուջեում են հավաքվում, բայց մյուս ծայրերում չկա, իսկ լեռնամետալուրգիան եթե դարձավ մեր լոկոմոտիվը հանրապետության զարգացման, որը ստեղծում է մետաղներ, մետաղով մեքենաշինություն, էլեկտրոնիկա եւ տարբեր բնագավառներ մետաղի հիման վրա որ զարգանան։ Փաստորեն ստացվում է մենք ունենք պատկերացրեք վագոններ, տարբեր բնագավառի աշխատող արտադրանք բերող եւ վագոնի մեջ լցված արտադրանք, բայց մենք լոկոմոտիվը չունենք, գծերը չունենք, ողնաշարը, որ ասում էր պարոն Մակարյանը։ Եթե մենք ունենանք այդ ստրատեգիական պլանը, թե մեր լոկոմոտիվը, ուղղությունը, գլխավոր զարգացման ուղղությունը որն է, որը ես համարում եմ պիտի լինի Հայաստանի համար լեռնամետալուրգիան։ Այդ դեպքում մեզ փոփոխություններ շատ պետք չեն։ Բոլոր վագոնները կլծվեն մեկ լոկոմոտիվի։ Հարց կա, որին ես կուզեմ երկուստ էլ պատասխանեք, պարոն։ Մեր նման երկրներում երկրի բյուջեն բացի հարկերից պիտի ունենա զգալի այլ եկամուտներ, թե ոչ։ Պարոն Մակարյան։ Այո։ Ես ասեմ ձեզ, որ մենք հիմնականում միջև հիմա նախկին ժամանակներում կամ կոռուպցիայի ստվերի կամ այսպիսի ուրեմն ոչ ճիշտ շահագործումն արդյունքում բնապահպանական ռեսուրսների, ինչպես պարոն Մուժախյանը շատ լավ նշեց, մեր բյուջեն եղել է աղքատիկ բյուջե եւ այդ բյուջեն չի կարողացել սպասարկել ամբողջ երկրի կարիքները։ Մեր տնտեսությունը միջև հիմա էլ եւ երկիրը գտնվում է այսպես դիսբալանսի մեջ։ Սոցիալական խնդիրները եւ այլ խնդիրներ, որոնք որ պետք են մարդկանց բարեկեցության, նրանց ուրեմն այդ համայնքներում ապրելու ցանկությունը մոտիվացնելու համար
պետք է լինեն նաև այլ զարգացումներ, որի համար պետք են միջոցներ։ Հիմա մենք սևեռված ենք բյուջեի վրա։ Միջև հիմա մենք բյուջետային մոդելով ենք գնում եւ հիմնական մեր բյուջեի մուտքերը գալիս են երկու աղբյուրներից։ Ավելացված արժեքի հարկ 20%, որը ցածր չի, ես կասեի շատ երկրների թվին հավասար է, բայց նաև որոշ երկրներից բարձր է։ Եվ երկրորդը եկամտահարկ, չնայած մենք դա նվազեցրեցինք հիմա 20%-ի վրա եւ ելի պիտի նվազի, բայց սոցիալական եւ այլ վճարները մոտ 22%։ Մնացած վճարները турքերը, որոնք բյուջեն պետք է գան, նաեւ հենց այդ հանքարդյունաբերության, լիցենզիաների ձեր ասած, տեղական турքերի եւ այլն, դրանք դեռևս այն ուժգնությունը չունեն բյուջեի մեջ։ Ներողություն եմ խնդրում, գուցե ես մի քիչ ճիշտ չարտահայտվեցի, ես նկատի ունեմ որպես սեփականատեր, որպես արդյունաբերության էլի խոշոր փայատեր պետությունը պիտի ունենա շահույթներ, որոնք մտնեն ուղղակի բյուջե։ Իհարկե։ Հիմա գանք դրան։ Եվ պետությունը մեզ մոտ միջև հիմա եւ վերջի տարիներում մի փոքր փոխվեց այդ մտածելակերպը միայն սևեռված էր հիմնականում շուկայական տնտեսության մոդելի վրա, որը հրամցրել են մեզ համաշխարհային բանկի եւ IMF-ի ուրեմն գործընկերները։ Եվ դրա հետևանքով պետությունը հիմա էլ հաճախ ասում է, մենք չենք ուզում միջամտենք բիզնեսի գործերին։ Բայց պետությունը կարող է միջամտել գործերին եւ փող աշխատել։ Օրինակ, փող աշխատելու ամենատարբերակներից մեկը կարող է լինել ստրատեգիական ճյուղերին փոխառություններ տրամադրելը որոշակի տոկոսով, մեկ, որը պետությունը եկամուտի նոր աղբյուր է ստեղծում։ Եվ դրանով ինքը նաև իր վերաբերմունքն է արտահայտում այդ ճյուղերի զարգացման իր շահագրգռվածության։ Որը ավելի ցածր պիտի լինի, քան բանկի։ Բնականաբար, որովհետև նաև արդյունաբերությունը ընդհանրապես պահանջում է ավելի ցածր տոկոսադրույքներ։ Երկրորդ, որ եթե մենք գնում ենք այս խնդիրները լուծելու, Հայաստանը ունի ինդուստրիալիզացիայի ճանապարհը, որ պետք է ընտրի, ինչպես նախկին ժամանակներում, որը փայլուն ապացուցել է, որ զբաղվածությունը, գործազրկություն, աղքատություն շատ բաներ հաղթահարվում են։ Ընդ որում, բացի բարձր տեխնոլոգիականից, որ մենք հիմա շատ ողջավորված առաջ ենք մղում, ՏՏ ոլորտ, թվայնացում կամ արհեստական բանականություն, շատ կարևոր է նաև, որ շատ համայնքներում լինեն պրիմիտիվ, պարզունակ աշխատատեղեր, որոնք կկլանեն այդ աշխատուժը եւ գործազրկությունը ու աղքատությունը կնվազի։ Այսինքն մենք երկու ծայրահեղ մոդելների վրա պետք է աշխատենք։ Մի կողմից բարձր արդյունաբերություն, մյուսը դա։ Եվ քանի որ պարոն Միրզախյանը նշեց հանքարդյունաբերության կարևորությունը մեքենաշինության եւ այլ, այո, Հայաստանը եղել է մեքենաշինական երկիր, ինդուստրիալիզացիան պիտի զարգանա, որ ինքը դառնա գնորդ, ներքին գնորդ հանքարդյունաբերական նյութերի նկատմամբ եւ պահանջի այդ նյութերի վերամշակումը։ Հիմա, բացի այն, որ Հայաստանի կառավարությունը նաեւ փայատեր է մտնում արդեն որոշ հանքարդյունաբերական ձեռնարկություններում, չէ՞, գիտենք, ասենք, Զանգեզուրի բնզամուրի կոմբինատ կամ ասենք թե նույն Լիդիանի հետ կապված եւ այլ, դա էլ իր համար եկամուտի ինչ որ աղբյուր է, կարծես թե ինքը դրանով փորձում դիտարկել, բայց Հայաստանը կարող է նաեւ որպես պետություն դառնալ տարբեր ոլորտներում նաեւ ծառայություններ մատուցող, որը որ մենք չենք իրականացնում։ Հայաստանի դերը ես ամենասկզբում նշեցի, մենք պետք է մեր տնտեսության զարգացումը հարմարեցնենք մեր աշխարհակաղակական դիրքին։ Միջև հիմա շատերի մոտ այն կարծիքն է եղել, թե մեր դիրքը ամենավատ դիրքն է եւ փորձեն ենք այդ դիրքով արդարացնել, որ մենք դժվար ենք զարգանում, բայց հակառակ այդ դիրքը ուներ բարձր արժեք եւ դրա համար դարեր շարունակ այդ դիրքի վրա աճք են ունեցել այդ երկրներ եւ այդ դիրքը փող չի բերել մեզ, այլ ընդհակառակը մենք կորուստներ ենք տվել։ Մենք այդ փող աշխատենք այդ դիրքի վրա։ Սա էլ մի ձեր ասացի մի ուղին է եւ երրորդը, որ վերջին հաշվի առնելով այն աղքատությունը, դեմոգրաֆիական խնդիրները, տարեցների շատերի չաշխատելը, հաշմանդամների խնդիրը, պետությունը ինքը նաև պետք է ստեղծի ձեռնարկություններ, թեկուզ պետական կամ համանքային նշանակության, որոնք որ կլանեն եւ աշխատանք ապահովեն հաշմանդամներին, նմանավանդ այդ զինվոր հաշմանդամներին եւ այլն։ Եվ ինքը այդ ուղիղ այդ եկամուտները արդեն նաև ինքը ձեռք բերի։ Շնորհակալություն, պարոն Միրզախանյան, որևէ ասելիք ունեք կամ փոփիչ։ Այո, ես կուզենայի ասել, որ մեր հանքերի մեջ
բոլոր էլեմենտները կան քիմիական, որոնք ապահովելու են չիպերի զարգացման, IT տեխնոլոգիաների զարգացման, բեսպիլոտնիկի աթասների անօթաչուների զարգացման, որոնք այսօր եւ ռազմարտունաբերության համար են պետք, եւ ինտելեկտուալ զարգացման համար են պետք, որպիսի դրա համար ճանապարհներ մեզ պետք չի, հումքը մերն է, մենք ինչպես պարոն Մակարյանը ասեց, պետությունը որոշ գործարաններ ինքն է պետական ստեղծում, ինքն է աշխատատեղեր ստեղծում, ներքին ռեսուրսները պետության սեփականությունն են, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ հանք հանողը, արտոնաբերողը դա հանքերի տերը չէ, հանքերի տերը կա եւ մնում է ամբողջ աշխարհում այն երկիրը եւ այն ժողովուրդը, որտեղ հանքը գտնվում է, դրանից ելնելով Հայաստանը ունի եզրակացնենք, որ բոլոր հնարավորությունները դառնա զարգացող աշխարհի լավագույն պետություններից մեկը ապրի ինքնաբավ։ Ընդ որում արագացված մոդելով։ Այո։ Շնորհակալություն պարոն Այք, մեր հաղորդման ժամանակը մոտեցավ ավարտին, սիրելի հեռուստադիտողներ, ես կարծում եմ թեմաները, որոնք մենք բարձրացրեցինք, կարևոր են եւ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք այս թեմաների վրա, հատկապես նախընտրական շրջանում։ Շնորհակալություն եմ հայտնում, որ դիտեցիք մեր հաղորդումը, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։